2014 թվականի առաջին 8 օրերի ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է հրդեհի 11, թունավորման 3, կենցաղային օգնության 2, ինքնահրկիզման փորձի 1 և ճանապարհատրանսպորտային 2 դեպք։ 7 դեպք էլ գրանցվել է պայթուցիկ սարքերի օգտագործման հետ կապված։ Հիմնականում հրդեհի դեպքերը դա խոտի դեզերի հրդեհներ են եղել համայնքներում բնակիչների։ Ունենք տան հրդեհի դեպք, որոնք փառք ոչ վիրավորներ և զոհեր չենք ունեցել, 2 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել և 2 կենցաղային օգնության դռան բացման դեպք փրկարարների կողմից։ Նշեմ, որ մի դեպքում անօգնական կին է տանը գտնվել և մեր փրկարարների օգնությամբ դուռը բացվել է, ցուցաբերվել է առաջ օգնություն բժիշկների կողմից։ Շուրջ 7 դեպք է գրանցվել այդ պայթուցիկ սարքերի հետ կապված։ Ունենք 7 ուժասներ հիմնականում և բոլորին որոշ մասը տեղափոխվել են հիվանդանոց, ցուցաբերվել են առաջին օգնություններ, այրվածքներ հիմնականում ձեռքի եւ այլն։ Օգտվելով առիթից մեր ազգաբնակչությանը նույնպես կցանկանայի կոչ անել, որպեսզի զերծ մնան նման դեպքերից, այսինքն երեխաներին թողնելով հսկողությունից դուրս։ Եթե նման, հրավառություն կազմակերպում են, երեխաներին հեռացնեն վտանգավոր հատվածից եւ չթողնեն ինքնուրույն նրանց կիրառելու։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։